Քանակության ֆինանսական ռեսուրսներ վատն են, մարդկանց առաջարկեն կեղծ ընտրանք, որ մարդիկ ասում են ձեզ շատ հարգում ենք, ձեզ շատ սիրում ենք, բայց ձեր թափը կների, որ սրա վերջը տակ ու գնան նրան ձայն տան, իրական ընդդիմությանը, դե հիմա սիրելի ժողովուրդ, բոլոր այն քաղաքացիները, որոնք որ այդպես էին մեզ ասում, տեսնենք այն ուժը, որին որ դուք վստահեցիք, ձեր ձայնը տվեցիք, թափը կհերիքի, թե ոչ, մկան ծակերին 1000 թուման են տալիս, որ կարողանան փախուստ իրականացնել, չեն կարողանում։ Այդ ինչ ընդդիմություն է, որ երկրից պետք է ուզենա գնա ու չկարողանա գնա։ Հետո էլ կանգնում են պրոիշխանական ուժեր, падգամավորներ նախկին կամ սազանդարներ կանգնում ասում են, չէ, ընտրությունները լեգիտիմ են եղել, ընդդիմությունն է ոչ լեգիտիմ։ Լուրջ եք ասում, դուք մարդկանց լիարժեք հիմարի տեղ եք ուզում դնել։ Եթե ընդդիմությունը ոչ լեգիտիմ է, նշանակում է ամբողջ ընտրական գործընթացն է ոչ լեգիտիմ, որ հնարավորություն է տվել այդ ուժերին ընդդիմության կարգավիճակ ստանան։ Եվ եթե ընտրական գործընթացը ոչ լեգիտիմ է, ձևավորվող իշխանությունները ոչ լեգիտիմ։